Bueno, ganz gut mal drauf, ich sage. Սիրելի ողջեր, ինչպե՞ս եք։ Ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մի ժամ շուտ եմ դուրս եկել։ Գնամ իրերս ընկերուհուս տնից վերցնեմ։ Հայաստանից որ եկել եմ, իրերիս մի մասը այնտեղ է։ Գնամ վերցնեմ, որ վաղը չէ, մյուս օրը հատուցություն եմ բերելու։ Կարալու տնից դրա համար մի ժամ շուտ եմ դուրս եկել, գնամ վերցնեմ, որ հետը ստանեմ հիվանդանը։ Այս այս շենքն է դիմացի։ Այս շենքն է։ Այս ծառը երևում է, չէ՞, որ ասում էի ապերսին է, դու մի ասա ապերսին չի, մանդարին է վայրի։ Այսա կանաչ տուքսից է ասնենք։ Ոնց մեկը գալիս է հատատում։ Արևից ասնենք, էջ սպասեմ կանաչ լույսի։ Կանք հասանք։ Սիրելի հետևորդներ, սեծ մութ հանգած եմ գնում, մութ հանգել իմ մնագալու ժամը, մի քիչ ուշացա, եկավ տատիկի հարսը, մի քիչ խոսեցինք սենց Էրնեստեի ծնվերից, որ վաղը չեմ մյուս օրը, վաղտի սենյակը դատարկել, որ այդ Հազա կարավատը բերեմ, աղջակալ բերեմ, ատենց ուշացա, և ոչի չիմա, գնամ պր հասնեմ, քիչ հանգստան, վեշևից է ձերստա, Անկերուս տանն էր, գնացի վերցի, ոնց որ ասեցի այսօր, գնացի վերցի, մի քիչ վեշերից ծանր է։ Սիրելի հետևորդներ, նոր եմ տուն եկել։ Մի քիչ հաց եմ կերել, բայց ոնց էր մտքովս անցավ կանաչ սող, պանիր հաց ուտել։ Համ ուտենք, համ խոսենք։ Սիրելի հետևորդներ, հետո էլ ես կուտեմ, քանի մտի սա ուզում եմ ասեմ իմ հետևորդներից Գոհար Առաքելյան ջան, ճիշտ ասած ձեզ բացակայեմ, դուք ասում եք Շուշանը ոչ շուկայից եք վերցրել, դու նայել ես իմ հոլովակը մի տարվա կամ 2 տարվա առաջվա հոլովակն ես նայել, ես այդ ժամանակ եմ Շուշան առել։ Ես հիմա Շուշան չեմ առել, ես հետո էլ Հայաստանում չեմ։ Գոհար ջան, չգիտեմ, դու չես տեսնում, որ ես բանում չեմ, Երևանում չեմ,
ասես որ ես շշկրվել եմ, գրել եմ ստեղ Հունաստանի մի հատ կանգարի անուն եմ գրել է կանգարի մոտի շուկան է։ Հետո ես զգացի, որ դու ինչ որ այս Շուշանը որ ասում ես Հայաստանի մասին ես խոսում, քաղցր ջան։ Երկու տարվա առաջվա հոլովակ ես նայել, ինձ հարց ես տալի, բայց մի հատ որ հարցը տալիս եք, նայեք տեսեք ես որտեղ եմ, ինչ եմ։ Էլի տես մի հատ հարց կար տված, որ շուկան է, որ շուկան է։ Անուշելի դուք չեք տեսնում, որ ես Հայաստանում չեմ հոլովակ անում, Հունաստանում եմ, վերնագիրն էլ գրած է։ Գոհար ջան, Գոհար Առաքելյան ջան։ Այդպես էլ հետևորդներ ջան, ինչ ասեմ, այդպես էլ ապատահում։ Այդպես տեսել հետևորդներ ջան, կհանդիպենք վաղը, ինչ ասեմ։ Մեկ էլ անցել եմ կարի գործի։ Ուրեմն այս սումկերը ես որ գալիս էի։ Իմ շորերս բանը մեջ դրած էր, ենքան էտ բանում աթեգում երկու անգամ էտ վեշերը որ անցնում է, էտ թասերի մեջ են լցնում, անցնում, երկու անգամ այդտենց անցել է։ Մեկ էլ տեսա բան աղել, ես կարած տեղից կարը դուս է եկել, շորերս թափում է։ Մտածում է ինչ անեմ, հիշեցի, որ բանը բուլավկա ունեմ, բանի մեջ, այդեղ դրած ունեի, էդ այդ բուլավկեն հանել եմ տակից իրար վերաբերել, բերել սեղմել, որ չթափվի։ Հետո անցավ մի մոմենտ, մեկ էլ տեսա իմյուսի անցավ, էլի պորտքել դուս եկել, իհարկե շատ էի լցրել սեղմել, սրա մեջ պետքա թեթև լցնել, բայց հետո քանդեցի տեսա, որ ինքը պլստանա, դուրս պրսնող է, էլի պետք է մի հատ լավ ծալեին, սետ երկու տակ ծալեին, նոր կարեին։ Հիմա բերել եմ, ափսոս ա որ գցեմ, բերել եմ մեքենայի կար եմ տալի ձեռքովս, որ օգտագործեմ, տեսում կայա, պետք կգա ինչի գցենք, ատեն չի։ Բնարակինը պետքա ոչ թե գցի, այլ ասեղով կարի, դզի, որ ամեն ինչը գցեք, մենք տուն չենք դառնա։ Իհարկե, եթե հարուստ լինես, փողի կարիք չունենաս, ուրիշ բան է, բայց որ ասենք փողի կարիք ես ունենում, պետք է ամեն ինչի մեջ էկոնոմիա անես, որ կարողանաս ապրես։ Ես շատ եմ տեսել, որ չեն կարում գցում են, ասում են թազ ենք առնեն, թազերել չեն կարում առնեն, այդպես չի կարելի։ Մենք մեր ծնողներից, մեր մամաններից տեսել սովորել ենք։ Որ մենք փոքր էինք, իմ մամաս մեր շորերը կարկատում էր, ես երևի 4-րդ դասարան եմ եղել, թե 5-րդ, վաղտը պակաս տարիներ էր, էլի 62 թվերն էր, ոնց որ չեմ հիշում լավ, մերս ընենց էր կարկատում հարթուկում, իսկի չէր երևում, որ կարկատած հարթուկած էր ու շատ մաքուր էր պահում ես, 4 քույր ենք եղել, մի հատ եղբայր, իհարկե, մի հատ մեծ եղբայր ունեմ, հորս առաջին կինը մահացել է, ինքը այդ աղբերս իրան տատի հետ ապրել, հետո է միացել մեզ։ Լեչը 4 քույր ենք եղել, դե գիտես, աղջիկների պահելը, մազերներս երկար, մի քիչ խնդիր է։ Մեր շատ մաքուր էր պահում, այն ժամանակ ոչիլը տարածված էր, անից, ոչիլ, որ գալիս էին հիվանդանոցից ստուգումներ էին անում, մեր բժշկուհին ճանաչում էր, ասում էր, եսի Վարդուշի աղջիկն է, ինի կարակ չստուգ եկել, ես հավատում եմ, որ ինքը բան չունենա, ոչիլ չի,
Բայց ասում եմ, եթե չեք համոզվում, ստուգ եք։ Ստուգում եք տեղում, որ իսկականից, որ մենք ոչինչ չունենք, բայց որ այդ ոչինը տարածված էր, մենք ընկնում էինք, կողքինից ընկնում էինք, եթե ինչ-որ մեկի գլխին ոչինչ կար, եթե նստենք իրան մոտ, անպայման այդ ոչինը գալիս էր մեր վրա։ Մերս ասում էր, այ մարդ, այդ ուր գնացիք նստեցիք, ու մոտ նստեցիք, զգուշ եղեք, իրանց մոտ մի մոտի կացեք։ Այ, վերջը տենց էլի, մերս տենց կարկատող բաներ անում, որ տատս գալիս էր մեր տուն, որս մաման էլի, որս կողմի մաման, հետա հերս մի քիչ կրվարան էր, խոսում էին, խոսները կպնում էր իրար, տատս ասում էր, որ քո կնիկը ուրիշ լիներ, հիմա դուշով էր էտ ճղճղված ման կգայի, բայց ես կինը ենքան մաքուր ու հավակ կինա, ձեզ կարում է, սիրունացնում է, տանից հանում է, հլա դու բան կնիկ չես տեսել, փնթի կնիկ չհավաքող չես տեսել, քո երեխեքի գլուխը մաքուր է, իդեր էլի տատս ինչ հավաստում, դեր չեմ ուզում շատ բացահայտեմ ամեն ինչ, ոբշե մտենց սիրելի հետևորդներ ջան, տես մերս չգովաբան եմ շատ, մայրիկս շատ մաքուր կին էր, ընքել դրա իրանից սովորել ենք, մեզ տունը ման եմ գալի, մի հատ մկրատ չկա, թե կա ես տեղը չգիտեմ, չեմ ուզում ման գա, շատ ոտե կամերա է դրած տանը, մեկ ասել ես ինչ աման գալիս, երկու տարակ բացեցի, տատիկի սենյակն է, էլի դրացի, հարկե դրածավոր, երև իրանք հետի հերվից հսկեն էլի, որ իրանք տունը չեն, տատս դե մենակ ա եղել, հանկարծ բան չլնի էլի, հետևելուս են եղել, մարդս կարող ասկի չնկատենել, բայց ես ըտենց եմ էլ ասում, կարող հետո տեսնեմ, ասել ինչ աման գալիս, ըտենց բան չեմ անում, տատը կգատում, նոր իրանց կասեմ, իրան հարսին է կասեմ, տենամ մկրատ ունեն, չունեն, էլի պետք է էլի գարես, ինչ-որ հարցում, ահակին ճանջալա հեսար գնալու են գործի, մինչև գնալս, դեց գործ չունեմ անելու, ասիքը կա անելու, բայց եթե ինքը է կատում, ես չեմ կարողանալու նստեմ, սա կարեմ, կամ պետք քնիցս կտրվեմ ուժամ քնեմ կարեմ, չկարեմ էլ ըտենց էլ մնալու է, ավելի լավա քանի ազատ եմ, կարեմ, ես ելի հետևորդներ ջան, ձեզ շատ չզբաղեցնեմ իմ կարելով, էլի կա